Շնորհակալ եմ, հարգելի բարեկամներ, ես հիշում եմ, որ Երևանի ավականու ընտրություններում ԿՊ-ն կարգախոսում էր, ասեք, կանենք, այսինքն պետք է քաղաքացիները ասեին, ԿՊ-ն էլ աներ։ Այս պարագայում դուք եք ասել, մենք ասում ենք ձեր ասածը, ձեր խոստացածը կատարեք, չենք խոսում են բոլոր մյուս խոստումների մասին, որոնք ձախողել եք, կոնկրետ խոսում ենք շուրջ 500,000 մեր կենսաթոշակառուների մասին։ Բերել ենք, դրել ենք դեր առաջ, ասում ենք, խոստացել եք, պարտավորվել եք, կատարեք։ Ինչու ենք ասում, որ ենքով կատարեք։ Որովհետև վաղը դուք չեք լինելու, ուրիշ իշխանություն է լինելու եւ արև-արևելքից դուրս գալու արևմուտքում մայրամտնելու, բայց պարոն Ռուբինյան այստեղ նստած չի լինելու, Ռուբինյան չէ, Արշակյան այստեղ նստած չի լինելու։ Որպեսզի ցանկացած կառավարություն այս պարամետրերը բավարարի։ Հիմա ես իմ ձեռքի տակ կա մի քանի ցուցանիշներ սկսած 99 թվականից։ Տեսեք, 99 թվական։ Միջին կենսաթոշակի չափը աշխատանքային 4225 դրամ։ Չեք հիշում, չէ՞։ 2008 թվականին այդ կենսաթոշակի չափը եղել է 22500 քանի դրամ։ Այսինքն 5 անգամ 500%-ով ավելացել է։ Եվ 2008 թվականին ավելացել է կենսաթոշակները 68%-ով։ 2008-2018, 2008-ին ասացի արդեն 22500, 2018-ին 40,000 դրամ, 40,113, այսինքն մոտ 2 անգամ 100%-ով։ Հիմա նայեք ձեր գործունեության 7 տարիները։ 18 թվական 40,000 դրամ, 23 թվական, դեռ 23-ն եմ ասում, 49,000, որովհետև այլի չի բարձրացել դրանից հետո 49,000 դրամ։ Տիկին Հերիքնազի ասած 22%-ը, 500%, 100% և 22%։ Եվ իմ շատ սիրելի տիկին Հերիքնազ ասում է, օրենքը ինքնանպատակ է, ոչինչ չի տալիս, ձեզ ոչինչ չի տալիս, մեր 500 կենսաթոշակառուներին տալիս է կոնկրետ արդյունք։ Ինչ է նշանակում, ոչինչ չի տալիս։ Հարգելի գործընկերներ, ես չեմ բացառում, որ ինչ-որ քայլեր կձեռնարկեք մինչև 26 թվականը, որովհետև ձեզ ահավոր ժամանակներ են սպասում։ Բայց մենք ուղղակի ձեզ պարտադրում ենք, ձեր խոստումները կատարեք եւ ասում ենք մեր քաղաքացիների անունից ձեր տասնյակ ու տասնյակ ձախողված խոստումներից այս մեկը եւս դուք ձախողել եք։ Շնորհակալ եմ։